Բուքմեյքերական ընկերությունները մեծադիր պաստառներով Երևանի փողոցներում հրավիրում են խաղադրույքներ կատարելու։ Հին աշխարհի առաջնությունը, սակայն, շատ մեծ ոգևորություն առայժմ հայ մարզասերների մոտ չի առաջացրել։ Համենայն դեպս մեր այցելության պահին այսօրվա երկու հանդիպումների համար հատուկ են խաղադրույք կատարողներ կային։ Ոչ մեկ երկուսն էլ ոչ ոքի են դրել, որովհետեւ վախեցած աղաներ ու աղաներ առաջ խաղումա, ոչ մեկն չի ուզում արտադրել, ինձ թվում է։ Իհարկե։ Ինչքան է կատարել խաղադրույք կարելի է իմանալ։ Շազատ դրամ, բայց կապել եմ իրար ոչ ոք։ Եվ եթե իրականանան, ինչքան եք շահելու։ Մոտավորապես 9000 դրամ, որ կարևորը գեղեցիկ ֆուտբոլն է։ Չէ, ես իհարկե Հայաստանի կողմից եմ, բայց Հայաստանը բացակայում է։ Բուքմեյքերական ընկերությունները ոչ միայն իրենց գրասենյակներում, այլև երևանյան սրճարաններում են խաղադրույքներ ընդունում։ Օպերային թատրոնի շրջակա սրճարաններում բացօթյա դիտումներ են կազմակերպելու, տեղադրված են մեծ էկրաններ, ինչպես մեզ փոխանցեց սրճարաններից մեկը ներկայացնող Գաբրիել Գրիգորյանը, թեև սեղանների համար առանձին վճար չկա, սակայն առայժմ նախապես պատվերներ չեն ստացել։ Բնականon հունով ոնց որ միշտ եղել է, այդպես էլ աշխատանքը շարունակվում է, ուղղակի առավոտություն նայեմ, որ մարդիկ կարող են նստել եւ նայել։ Բոլորս ոգեշնչված սպասում ենք, թե երբ է սկսելու խաղերը, որովհետեւ համ զբաղմունք է, համ լավ ժամանակ անցկացվում, հետաքրքիր։ Խաղադրույքներ են արվում, որը ավելի ասենք ինտենսիվ է սարքում խաղը դիտելու։ Սրճարանում ակնկալում են, որ ֆուտբոլասերների հետաքրքրությունը կմեծանա խմբային փուլից հետո։ Ըստ անցած պրակտիկայի եղել է, որ միշտ պրակտիկան եկել են նախապես սեղանները պատվիրել։ Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարապողոսյանը չի թաքցնում, որ սպասելիքներ չունի Եվրոպայի առաջնությունից։ Նույնն են ֆավորիտները, մեծ անակնկալներ մարզական մեկնաբանը չի կանխատեսում։ Անսպասելի սենսացիոն թիմերի շրջանակը նույնպես շատ սեղմ էր, նույնպես 3-4 թիմեր, որոնք կարող են մինչև քառորդ եզրափակիչ փուլ, ինչու՞ չէ, նաև մինչև կիսաեզրափակիչ փուլ որոշակի առումով անակնկալների հեղինակներ դառնան, իսկ ֆավորիտների շրջանակը նույնն է՝ Գերմանիա, Իտալիա, Իսպանիա։ Առաջատար թիմերի շրջանակը թեև չի մեծացել, սակայն դա ըստ Սենիկ Կարապողոսյանի դեռ չի նշանակում, որ համաշխարհային ֆուտբոլը չի զարգանում։ Իր կանխատեսումներում մարզական մեկնաբանը ավելի շատ հենվում է բացառման սկզբունքի վրա։ Կիսաեզրափակիչում չի տեսնում Անգլիայի ընտրանուն, ինչպես նաև իսպանացիներին, ովքեր ներթիմային լուրջ խնդիրներով են հասել առաջնությանը։ Առաջիկա օրերին որևէ հավաքականի պարտությունը Սենիկ Կարապողոսյանը ցավով չի ընդունի։ Ինձ համար մենակ ու մենակ Հայաստանի հավաքական գոյություն ունի ազգային հավաքականների խաղամակարդակով, իսկ Հայաստանի հավաքականից հետո իմ թիմը պարզապես չկա Եվրոպայում, ընդհանրապես չկա այս առաջնությունում Մեքսիկայի հավաքական։ Սպասում եք աշխարհի ընտրական փուլին։ Սպասում եմ ընտրական փուլին, սպասում եմ այնտեղ նաև առաջին հերթին Հայաստանի հավաքականին։ Մունդիալ 2014-ում։